Անցնում է մի որոշ ժամանակ, պարզվում է, որ այդ կինը չի մահացել։ Զգացում ա, չէ՞ ժողովուրդ, որ հնդկական է։ Այսօր մեզ սպասում է իսկական գլուխկոտրուկ։ Հետևորդներիցս մեկը ուղարկել է իր մանկության ֆիլմի մոտավոր սյուժեն։ Ձեզ հետ թե սուրճը վերցրեք, ընթերցենք։ Լավ, ուրեմն։ Բարև ձեզ։ Բարև։ Ես էլ մի հատ պատմեմ, գտնենք կինոն։ Իհարկե, պատմեք։ Ուրեմն ֆիլմը հնդկական էր, հիշում եմ, որ սիրող զույգեր էին եւ իրենք եւս մի այդպիսի սիրող զույգերի հետ են ընկերանում, հետո հիշում եմ, որ գնացքով ճանապարհորդելու էին գնում եւ այդ գնացքները բախվում են։ Արդյունքում սիրող զույգերից տղան իմանում է, որ կինը մահացել է, բայց երեխային ողջ է գտնում։ Դրանից հետո երեխային տանում է իր ծանոթ այդ զույգի մոտ, անցնում է մի որոշ ժամանակ, պարզվում է, որ այդ կինը չի մահացել։ Զգացում ա, չէ՞ ժողովուրդ, որ հնդկական է։ Նա ետ է վերադառնում եւ իմանում է, որտեղ է իր որդին։ Երեխային բերում են իր մոտ, բայց արդեն շատ բարդ էր երեխայի համար։ Այսքանն եմ հիշում։ Ինչ որ բան ձեր մտքին եկավ, եթե հա, ապա գրեք մեկնաբանության բաժնում։ Իսկ դες հետ Յանիկան կարող եք թե նամակագրության եւ թե մեկնաբանության բաժնում գրել ձեր մանկության սերիալի, ֆիլմի կամ մուլտֆիլմի մոտավոր սյուժեն։ Ցանկալի է հիշեք ավելի մանրամասն, որ ալիքով էին ցուցադրում, գլխավոր հերոսներից որևիցե մեկի անունը, մոտավոր որ թվականին եք դիտել այն, ինչ որ կարևոր իրադարձություն եւ այդպիսի մի շարք մանրուքներ, որոնք կարող են օգնել ավելի արագ գտնել նրա անվանումը։ Բայց կա մի փոքր պայման. պետք է անպայման լինել իմիջի հետևորդը։ Դե ինչ, բայ բայ։